Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կարող է ճապացեն ապահովագրությունը, արդեն առաջին ընթերցումը բացել է ազգային ժողովի 16-ին լինել է երկրորդ ընթերցումը, բայց որոշ կարևոր հարցեր կան, որոնք ոնց որ ասած դրան չեն անդրադարձել, ամենից ես չեմ տեսել, հարցը հետևյալն է, 26 թվականից առողջապահության ապահովագրության հատիկը լինելու է 129,600 դրամ, բայց մենք հայեցակարգից հիշում ենք, որ ամեն տարի դա վերանայվելու է գումարը եւ ավելանալու է։ Հիմա ինձ հետաքրքիր է, որն է մեր կառավարության քաղաքականությունը 27-28-ին է գումարը պահպանվելու է, թե ավելանալու է։ Ինչպես նաև հետաքրքիր է, այդ սուբսիդավորման մեխանիզմը, որն առաջարկում է կառավարությունը 26 թվականի համար, 27-28-ին եւ հետագա տարիներին պահպանվելու է, թե չէ։ Եվ երրորդ հարցը, ես այնտեղ հաստատ ուսումնասիրեցի, գրած էր, որ 26 թվականից ապահովագրվելու են նաև մոտակերպյան քաղաքացիներ, որոնք աշխատելու ապրիլի իրավունքներ, ինչպես նաև հանրաձեռնարկատերերը, նոտարները, մարդիկ, ովքեր շահաբաժիններ են ստանում, ռոյալտիներ եւ այլն։ Ու իրենք 10,500 ինքնուրույն են վճարել։ Պետությունը նրանց համար չի սուբսիդավորել։ Ճիշտ եմ հասկացել։ Տեսեք, նախ օրենքի նախագծում ավելացվել է մի դրույթ, որով սահմանվում է, որ ամեն տարի, սկսած 2027 թվականից, ազգային ժողովին ներկայացվելու է առողջության համընդհանուր ապահովագրության նախորդ տարվա արդյունքային ցուցանիշները եւ առաջարկ է ներկայացվելու հաջորդ տարվա սակագնի, այսինքն դրույքաչափի վերաբերյալ։ Եվ սա էլ ձեր կողմից նշված սուբսիդավորման հատվածները որոշվելու են ամեն տարվա բյուջեով, որովհետեւ սա էլ բյուջետավորման ցիկլի մի մաս է դառնալու։ Արդյոք կփոխվեն սուբսիդավորման ուրեմն չափերը եւ այն խմբերը ում որ տրամադրվելու է սուբսիդավորումը, ես 27 թվականի համար ես այս պահին չեմ կարող ասել, որտեվ դա 27 թվականի բյուջեի շրջանակներում կքննարկվի։ Արդեն նախատեսում ենք, որ եկող տարի բյուջետությունը կշատանա, այսինքն համակարգի վրա ծանրաբեռնվածությունը կշատանա, այսինքն կարող են ենթադրել, որ գումարը հետագա տարիներին կավելանա։ Նման ուրեմն հնարավորությունը օրենքով սահմանված է, բայց ես այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել, որտեղ ամեն տարի, ինչպես ասացի, ազգային ժողովում կորոշվի հաջորդ տարվա դրույքաչափերը։ Ուրեմն նախորդիվ հայեցակարգի մեջ սահմանված էր միջակայք դրույքաչափի հնարավոր, բայց մենք հստակեցրեցինք եւ սահմանել ենք կոնկրետ արդեն տարեկան գումար, որպեսզի այստեղ էլ չունենանք 129,600 դրամ տարեկան չափն է լինելու։ Դե նշեցի, դա կորոշվի ամեն հաջորդ տարվա համար։ Այս պահին չունեմ այդպիսի տեղեկատվություն, ինչքան կբարձրանա։ Երրորդ հարցի հետ կապված 26 թվականից էլ են ներառվելու ուրեմն անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, նրանց համար հաշվարկման մեխանիզմը մի փոքր այլ է լինելու, նույնական ինչ որ դրոշմանիշների պարագայում է, իսկ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում եւ ուրեմն աշխատում են Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց մոտ, այո, եւս պիտի հանդիսանան ապահովագրավճար վճարող, որտեղ նրանք էլ հնարավոր է օգտվել մեր երկրում առողջապահական ծառայություններից։ Չէ, չի սուբսիդավորելու։ Մարդը աշխատում են նրանց ստացած աշխատավարձը գումարային առումով երկարատև գերազանցում է, այստեղ ոնց է վճարում կատարվում, արդյոք դա համարվում է, որ երկրորդ գերազանցը եւ հաղորդարից բարձր Այո, տեսեք, մենք նախնական նախագծում ունեինք նման հնարավորություն, մտածում ենք ունենալ նման հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ, բայց ըստ էության ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել եւ պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավել լինի, որպեսզի նա 26 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ, բայց 27 թվականից արդեն ըստ էության բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն։ Սա միայն 26 թվականի համար է։ Եվ մի հարց, երկու հարց։ Խնդրեմ։ Չափահասի ստացած ապահովագրությունը տարածում է նաև անչափահաս երեխաների կամ մեծահասակ ծնողների վրա, որի տարիքը չի
չի իրականացում 63, այսինքն չի մտնում այդ խմբերին։ Ոչ, չի տարածվում, ամեն անձ վճարում է ապահովագրավճար իր համար եւ ձեռք է բերում փաթեթ իր համար։ Մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ 65+ տարիքի անձանց ապահովագրավճարը վճարում է պետությունը եւ փաթեթը ակտիվանում է տվյալ անձի համար։ Հունվարի 1-ից առողջապահական գործակալության փոխարեն աշխատանքի ապահովագրական հիմնադրամը արդյոք նախարարությունը արդեն լուծարել է գործակալություն եւ աշխատակիցների եւ խնդիրը ինչ է լինելու Ոչ, իհարկե չի լուծարել եւ կլինի, տեսեք, առողջապահության մեր գործակալությունը դեռ շարունակում է աշխատել, կստեղծվի հիմնադրամը, մենք շատ սահուն անցում կկատարենք աշխատանքների պետական առողջապահական գործակալությունից դեպի հիմնադրամ, աշխատակիցները սահմանված կարգով նախորոք իհարկե կծանուցվեն եւ իհարկե կմասնակցեն հիմնադրամում մրցույթներին եւ վստահ եմ, որ նրանցից մեծամասնությունը բավարար ուրեմն գիտելիքների եւ փորձառության ունենալով կանցնեն հիմնադրամ աշխատանքի։ Եթե կարելի շարունակությունը մենք արդեն հասկացանք, որ օտարերկրացիների եւ անհաձեռնակատերերի եւ մնացած խմբի համար առողջապահության նախարարությունը ոնց նոր ուղղակի արկ է ստանում։ Բայց ինձ հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր 3-4 ամիս են հասարում ապրել, քեզ կարիճի տարիճի, նրանք էլ չունեն ապահովագրություն։ Հարգելի գործընկերներ, սա հարկի նոր ձև չէ, սա ապահովագրավճար է։ Չէ, սա պարտադիր ապահովագրավճար է եւ դրա դիմաց մարդը ստանում է կոնկրետ ծառայություններ։ Այո, մարդը կարող է Հայաստանում ապրել 3-4 ամիս, բայց այդ 3-4 ամսվա ընթացքում էլ կարող է ունենալ շատ բարդ, ծանր, ուրեմն օրինակ վիրահատություն, որը արժի 3-4 միլիոն դրամ։ Եվ այստեղ մենք նորից ուզում եմ շեշտադրել, որ առողջապահական ապահովագրության պարագայում անձը որ պահին սկսում է վճարել, այդ պահից էլ արդեն ծառայություններից օգտվում է։ Դուք վստահ եմ տեղեկացված եք, որ Վրաստանը պարտադիր դարձրեց օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում գտնվելիս ունենալ առողջության ապահովագրություն։ Այսինքն անգամ արդեն այդ փուլին են երկրները անցնում, որովհետև հախուռն առանց ապահովագրության շատ բարդ է սպասարկել որևէ խումբ բնակչության։ Դա կլինի օտարերկրացիներ, թե նաև քաղաքացիներ։ Տալիս են ապահովագրության մինիմալ քարտը, հիմա իրանք են մեր քաղաքացիների տեղացել, որ պարտադիր եկեք վճարեք դրան։ Իրենք էլ միայն վճարման պարագայում էին ստանում այդ իրենց երկրի համապատասխան եւ եթե տվյալ երկիրը սուբսիդավորում էր, տարբեր երկրներում տարբեր են կանոնները, սուբսիդավորման չափերը եւ այս դեպքում էլ գործում է երկկողմանի պայմանագրերը եւ կտեսնենք ամեն երկրի հետ ինչ պայմանագրային հարաբերություններ ունենք։